Դատարանի վարույթում գտնվող քրեական վարույթի նյութերի օբյեկտիվ ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ արժակ արքեպիսկոպոս Խաչատրյանի նույն 26 Նորիկի Խաչատրյանի նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցը սույն դեպքում վարչական հսկողությունը չի ապահովում քրեական վարույթի նպատակների իրականացումը եւ առկա են օրենքով նախատեսված այնպիսի ռիսկեր, որոնք կարող են չզուգակցվել բացառապես այլ խափանման միջոցի դրա դեպքում կալանքի կիրառման։ Հարկ է նշել, որ կալանքը որպես խափանման միջոցների համակարգում բացառիկ միջոց կիրառվում է միայն այն դեպքում, երբ որևէ այլ միջոց չի կարող արդյունավետորեն կանխել նշված ռիսկերը։ Սույն դեպքում այդ չափանիշները ոչ միայն առկա են, այլև արտահայտված բարձր ինտենսիվությամբ։ Միաժամանակ թեև հանցանքի ծանրությունը ինքնին չի կարող հանդիսանալ խափանման միջոցի կիրառման հիմք, այնուամենայնիվ այն էական նշանակություն ունի խափանման միջոցի տեսակը որոշել։ Նախ, մեղադրյալին վերաբերում է բնակչության առողջության դեմ ուղղված դիտավորությամբ կատարված ծանր հանցանք, որի համար նախատեսված է բացառապես ազատազրկում 4-ից 8 տարի ժամկետով։ Հանցանքի ծանրությունը եւ պատժի անխուսափելիության բարձր հավանականությունը ինքնին ձևավորում են արդարադատությունից խուսափելու դրդապատճառ։ Վերօրյա հանգամանքները համադրված սույն գործի նյութերով հաստատվող այլ տվյալների հետ օբյեկտիվորեն բարձրացնում են քրեական վարույթին ոչնչացնելու, այդ թվում ապացուցման գործընթացին ապօրինի միջամտելու ռիսկը։ Սակայն տվյալ դեպքում վճռորոշ նշանակություն ունեն ոչ միայն վերացական, այլ կոնկրետ վարույթի նյութերով հաստատված ռիսկերը։ Մասնավորապես, վարույթը գտնվում է դեռևս նախնական դատալությունների փուլում, որին հաջորդելու է հիմնական դատալությունների փուլում։ Չեն արձակնվել գործի համար էական նշանակություն ունեցող բոլոր անձինք։ Ավելին, առկա են տվյալներ, որ ենթադրյալ հանցակը կատարվել է մի քանի անձանց ներգրավմամբ, ինչը էապես մեծացնում է ցուցմունքների համաձայնեցման եւ ապացուցման գործընթացին միջամտելու վտանգը։ Այս պայմաններում մեղադրյալի ազատության մեջ գտնվելը ստեղծում է ոչ թե տեսական, այլ իրական եւ բարձր հավանականություն, որ նա կազմի վկաների եւ այլ անձանց վրա նրանց ցուցմունքները խեղաթյուրելու նպատակով կձեռնարկի ակտիվ գործողություններ ապացույցները թաքցնելու, ոչնչացնելու կամ կեղծելու ուղղությամբ։ Ընդ որում, այդ հնարավորությունները պայմանավորված են ոչ միայն իրավիճակային հանգամանքներով, այլ մեղադրյալի անձով։ Սամվել Խաչատրյանը հանդիսանում է ազդեցիկ դիրք զբաղեցնող անձ, ունի ենթակայական եւ հեղինակային կապեր, ինչը նրան տալիս է իրական լծակներ ներգործելու այլ անձանց վարքագծի վրա։ Այս հանգամանքը էապես բարձրացնում է ապօրինի ազդեցության գործադրման ռիսկը եւ վկայում, որ նման վտանգը կրում է ոչ թե ենթադրական, այլ կոնկրետ եւ իրատեսական բնույթ։ Այս համատեքստում որևէ այլ ընտրակային խափանման միջոց, այդ թվում կիրառված վարչական հսկողությունը ակնհայտորեն անբավարար է, քանի որ չի բացառում մեղադրյալի անմիջական կամ միջնորդավորված շփումները վարույթի մասնակիցների հետ, չի ապահովում նրա վարքագծի արդյունավետ եւ լիարժեք վերահսկողությունը եւ չի չեզոքացնում նրա ազդեցության եւ կապերի օգտագործման հնարավորությունը։ Հետևաբար, առավել մեղմ խափանման միջոցների կիրառումը չի կարող կանխել վերը նշված ռիսկերը եւ կկրի զուտ ձևական արհեստական բնույթ վտանգի տակ դնելով արդարադատության իրականությունը։ Ուստի պատվարժան դատարան առաջնորդվելով ոչ միայն համաչափության, այլև արդյունավետության սկզբունքով դատարանը պարտավոր է ընտրել այնպիսի խափանման միջոց, որը իրականում կերաշխավորի քրեական վարույթի նպատակների իրականությունը։ Հակառակ մոտեցումը կստեղծի իրավիճակ, երբ մեղադրյալին փաստացի կտրամադրվի հնարավորություն ազդելու ապացուցման գործընթացի վրա, ինչը անհամատեղելի է արդար դատականության սկզբունքների հետ։ Ինչպես նաև կարող է հանգեցնել ապացույցների աղավաղման, իսկ վերջնական արդյունքում արդարադատության խախարման։ Միաժամանակ գործի հանգամանքների համադրությունից ողջունում է, որ քրեական դատավարության ռեզվիկի 116-րդ հոդվածով սահմանված նպատակներին հնարավոր չի հասնել այլ ավելի մեղ խափանմիջոցների կիրառմամբ, քանի որ դրանք չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը եւ սույն դեպքում վարույթի բնականon ընթացքը։
Ելնելով վերոգրալից միջնորդում եմ պահպանժանդատը մեղադրյալին նկատմամբ ընտրված խափանին դուրսով կողել և ընտրել Կարեն Խաչատրյանի